Ընդամենը մեկ ամսում Phoenix Trading ալիքը իր դիտորդներին տվեց անվճար թրեյդինգի ուսուցում թե թեորիապես, թե պրակտիկորեն, տվեց փակ տելեգրամյան ալիք, որը լրիվ անվճար է և տալիս է ձեզ պրակտիկ գիտելիքներ թրեյդինգի ոլորտում և տվեց մոդերատորներ, որոնք օգնում են ձեզ տեխնիկական խնդիրների դեպքում։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է թրեյդինգ լրիվ անվճար, և սա մեր վերջին վիդեոն է, բայց վերջին վիդեոն է, ոչ թե ալիքի, այլ այս տարվա։ Այսօր ես ուզում եմ ձեզ ցուցադրել, թե ինչպես եմ ես ընտրում այն արժույթները, որոնք կարելի է կատարել թրեյդ և պլյուսով դուրս գալ։ Ես ձեզ պրակտիկորեն կցուցադրեմ, թե ինչպես եմ ես փնտրում այդ արժույթները և ինչպես եմ գտնում և կատարում թրեյդինգ և ընդհանուր վերլուծություն։ Եկեք հիմա ես գտնեմ OTC արժույթ, որը որ կարելի է կատարել թրեյդ և գումար աշխատել։ Այսօր ես ուզում եմ կլորացնել իմ բալանսի գումարը և հետո հանեմ $1000։ Այսպես ես փնտրում եմ արժույթ։ Ես կատարեցի վաճառք մեր Euro-USD OTC արժույթով։ Եկեք ես ուզում եմ ձեզ հիմա բացատրել այն մանրակրկիտ վերլուծությունը, ըստ որի ես կատարեցի վաճառք։ Ես միանգամից կատարեցի $200, քանի որ ես ուզում եմ կլորացնել իմ բալանսի գումարը, խնդրում եմ չկրկնել, ես լիարժեք գիտակցում եմ իմ ռիսկերը և դուք պետք է կատարեք թրեյդինգ շատ մինիմալ ռիսկերով, քանի որ դուք սկսնակ եք։ Եկեք հիմա ես ձեզ ցուցադրեմ այն մանրակրկիտ վերլուծությունը, որը որ ես տեսա։ Առաջին հերթին մեր մոտ թրենդ է դեպի ներքև։ Ուղղակի գրաֆիկը մոտեցված է և այդքան լավ չի երևում, բայց ես ձեզ դա կցուցադրեմ։ Մեր մոտ կա լավ հատված։ Ինչու է այն լավը, քանի որ կան շատ կանգ առած կետեր։ Եթե կան շատ կանգ առած կետեր, ապա այդ հատվածը համարվում է լավը։ Եվ ինչ եմ ես նկատում այս մոմային վերլուծության ընթացքում։ Ես նկատում եմ, որ ճիշտ է, մեր կարմիր մոմերը փոքր են, մարմինը փոքր է և կան ստվերներ, բայց չկա կանաչ մոմ ընդհանրապես։ Այսինքն ես տեսնում եմ ընդամենը մի փոքրիկ կանաչ մոմ, այս կանաչ մոմն է, որը որ շատ փոքր է։ Այդ իսկ պատճառով ես կարող եմ համարել, որ մեր կարմիր մոմերը այստեղ ավելի ուժեղ են, քան կանաչը, քանի որ կանաչ մոմեր ընդհանրապես չկա։ Եկեք հիմա հասկանանք, թե ինչ կատարվեց մեր մոտ։ Ամեն դեպքում մենք կստանանք մեր պլյուսը։ Հնարավոր է, որ 1 կամ 2 թագոնով, բայց անպայման ես ձեզ կցուցադրեմ, թե ինչպես կարելի է գումար աշխատել։ Իհարկե, միշտ ավելի հաճելի է, երբ որ միանգամից ենք վերցնում մեր պլյուսը, բայց մենք գիտենք, որ այս կյանքում ամեն ինչ այդքան հեշտ չէ, և երբեմն ինչ-որ բանի հասնելու համար պետք է պայքարել։ Իմ շատ սիրելի նոր սկսնակ թրեյդերներ ջան, սա մեր վերջին վիդեոն է այս տարվա և ես ուզում եմ ձեզ խորհուրդ տալ։ Եթե ուզում եք սովորել թրեյդինգ, ապա կատարեք շատ պրակտիկ գործարքներ։ Չեմ ասում գցեք ինչ-որ մեծ գումարներ կամ եւ այլն, ոչ։ Ուղղակի գցեք մինիմալ $20 և $1 կատարեք թրեյդինգ։ Պետք չէ կատարել դագոն։ Ուղղակի $1 կատարեք թրեյդինգ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ է նշանակում իրական թրեյդինգը, այլ ոչ թե ուղղակի դեմո գումարով։ Դեմո գումարով դուք կարող եք 100 տարի կատարել թրեյդինգ, բայց չկարողանաք հասնել ձեր գիտելիքների և հոգեբանության մակարդակով այն մարդուն, ով զբաղվում է իրական թրեյդինգով 1 ամիս առանց դեմո գումարի, այլ իրական։ Հիմա ես ուզում եմ կատարել դագոն և ապա դրանից հետո նոր շարունակենք մեր զրույցը։ Նայեք, մինչ անցնելը մեր զրույցին, ես ուզում եմ ձեզ ցուցադրել, որ ես կատարեցի դագոն այս հատվածից։ Նայեք, կա կանգ առած կետեր, որից որ ես կատարեցի դագոն։ Հիմա մեզ ուղղակի մնում է սպասել և հասկանալ, թե ինչպես կավարտվի մեր գործարքը։ Ես լիարժեք հանգիստ եմ, քանի որ ես վստահում եմ իմ գիտելիքներին։ Հնարավոր է, որ ես գնամ մի քիչ մինուս, բայց ընդհանուր առմամբ ես կվերցնեմ իմ պլյուսը։ Սիրելի թրեյդերներ ջան, եթե դուք ուզում եք սովորել թրեյդինգ, ապա գոնե $1 դուք պետք է կատարեք թրեյդինգ, որպեսզի դուք հասկանաք հոգեբանությունը իրական գործարքների, լարվածությունը, ստրեսը եւ այլն։ Իհարկե դրանք այդքան էլ լավ բաներ չեն, որոնք որ ես ձեզ ասում եմ եւ թվարկում եմ, բայց այնուամենայնիվ դրանք ձեզ պետք են։ Ահա մենք այստեղ գնացինք մինուս։ Հիմա ես ձեզ ուզում եմ ցուցադրել, թե ինչպես կարելի է հետ վերադարձնել մեր գումարը։ Եկեք, ես դնում եմ $800 և
կատարում եմ 2 րոպեով վաճառք։ Եվ հիմա ուղղակի ուզում եմ, որ դուք տեսնեք, թե ինչպես են կատարում trading այն մարդիկ, ովքեր կարողանում են կատարել trading։ Իհարկե կողքից հնարավոր է, որ ձեզ հեշտ թվա trading-ը, բայց հավատացեք, որ սա շատ դժվար մասնագիտություն է եւ ձեզ պետք է շատ ստրեսների, լարվածության միջով անցնել։ Ճիշտ է, մենք ֆիզիկապես չենք տանջվում, չենք քրտնում, բայց մենք կատարում ենք մեծ հոգեբանական աշխատանք։ Ընդամենը 5 րոպե trade-ը կարող է հավասարազոր լինել սովորական մարդու աշխատանքային ժամերի ստրեսին։ Եվ դուք պետք է հասկանաք, որ սա շատ ստրեսային մասնագիտություն է։ Եթե դուք պատրաստ եք անցնել ստրեսի միջով եւ դրանից հետո արդեն սովորել trading, ապա սովորեք trading։ Բայց եթե դուք հոգեբանորեն թույլ մարդ եք եւ գիտեք, որ չեք կարողանալու հաղթահարել այդ դժվարությունները, ապա մի փորձեք սովորել trading, քանի որ trading մասնագիտությունը դա հոգեբանորեն շատ կայուն մարդկանց համար է։ Եթե նույնիսկ հոգեբանորեն դուք կայուն չեք, բայց ունեք մեծ ցանկություն սովորելու trading, ապա դուք ունեք շանս սովորելու trading եւ կարողանալ լինել այդ 1% աշխատող թրեյդերների մեջ։ Նայեք ինչ լարված պահ է մեր մոտ։ Եկեք չխոսենք եւ ուղղակի տեսնենք, թե ինչպես կավարտվի մեր պլյուսը։ Իհարկե ես մտածում եմ, որ մենք պլյուս կփակվենք։ Նայեք, ես կլորացրեցի իմ գումարը։ Իհարկե չկրկնեք այսպիսի բաներ, իմ շատ սիրելի թրեյդերներ ջան։ Ես աշխատում եմ եւ հանում եմ գումարը, աշխատում եմ եւ հանում եմ։ Նայեք, ես արդեն աշխատեցի մի $1000 էլ, հիմա $2000 իմ բալանսը եւ ես 1000-ը կհանեմ, քանի որ թրեյդինգում ամենակարևորը դուք չպետք է մոռանաք գումարը հանելու մասին, քանի որ ամեն մարդու կարող է ազարտը տանել եւ դուք պետք է ունենաք ձեր ստրախովկեն եւ պետք է միշտ հասկանաք, որ չպետք է ձեր վերջին գումարը ներդնեք թրեյդինգի մեջ։ Իմ շատ սիրելի թրեյդերներ ջան, նայեք, ես ասում եմ ձեզ գծեք մինիմալ գումար $20 եւ $1 կատարեք պրակտիկ գործարքներ, բայց ես երբեք չեմ ասում, որ այդ $20 թող լինի ձեր համար շատ պետքական գումար, այսինքն չպետք է դուք վերցնեք ինչ-որ պարտքով կամ ինչ-որ մեկից, դա պետք է լինի ձեր ավելորդ գումարը։ Կա այդպիսի լավ խոսք, գումարը երբեք ավելորդ չի լինում, բայց դուք պետք է հասկանաք, որ համենայն դեպս դուք պատրաստ եք այդ գումարը ներդնել գիտելիքների մեջ։ Դուք պետք է հասկանաք, որ ի սկզբանե չեք կարողանա միանգամից աշխատել, դուք կկարողանաք ուղղակի այդ գումարի դիմաց վերցնել պրակտիկ գիտելիքներ։ Ովքեր չգիտեն, մենք ամսի 5-ին ունենալու ենք փակ տելեգրամյան ալիք, որտեղ մենք ունենք արհեստական բանականություն, որի մեջ տեղադրված են իմ գիտելիքները եւ որի օգնությամբ դուք կկարողանաք ստանալ պրակտիկ գիտելիքներ։ Չմտածեք, թե սա ինչ-որ փողի կոճակ է, որը որ ձեզ կօգնի միանգամից դառնալ միլիոնատեր։ Ոչ, սա կարող է օգնել ձեզ դառնալ միլիոնատեր, բայց կօգնի միայն պրակտիկ գիտելիքներ ձեզ տալով։ Եվ դուք կկարողանաք այս փակ տելեգրամյան ալիքի միջոցով ստանալ պրակտիկա։ Փակ ասելով չմտածեք, թե սա վաճառով է, ոչ, ուղղակի այն մարդկանց համար է, ովքեր մեր հղումով, որը որ ապիսանիայի բաժնում է, գրանցվել են Pocket Option կայք։ Եթե չեք գրանցվել, ապա գրանցվեք հիմա եւ ամսի 5-ին դուք կկարողանաք հայտնվել այս մեր փակ տելեգրամյան ալիքում։ Ովքեր չգիտեն, մենք ունենք բաց տելեգրամյան ալիք, որտեղ ամեն օր դուրս են գալիս նորություններ կապված ընդհանուր թրեյդինգի, մեր ալիքի, իմ փակված գործարքների եւ թե ինչպես մուտք գործել մեր ամսի 5-ի փակ տելեգրամյան ալիք։ Հետևեք մեր բաց տելեգրամյան ալիքին, որպեսզի միշտ տեղեկացված լինեք։ Իսկ հիմա շնորհավորում եմ ձեր բոլորի ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ ձեզ հաջորդ տարում լիքը փողեր եւ հաջողություններ եւ ի սրտե ուզում եմ, որ իմ բոլոր դիտորդները կարողանան աշխատել գումար թրեյդինգում եւ ջանքեր չեմ խնայում, որպեսզի դուք հայտնվեք այդ 1% աշխատող թրեյդերների ցուցակում։ Ցանկանում եմ, որպեսզի դուք բոլորը դառնաք աշխարհի ամենալավագույն թրեյդերները։ Դա իմ ցանկությունն է, որ ես կարողանամ սովորեցնել իմ դիտորդներին այն, ինչին որ տիրապետում եմ ես։ Ցանկանում եմ բոլորիդ նորանոր հաջողություններ, ամեն ոլորտում, ոչ միայն թրեյդինգի եւ ֆինանսական ոլորտում։ Ես ուզում եմ, որպեսզի դուք առողջ լինեք, ձեր անձնական կյանքում լինի ամեն ինչ լավ եւ ձեր ամենամեծ մտածմունքը լինի միայն այն, թե ինչի վրա ծախսեմ այս մեծ գումարները, որը որ ես աշխատեցի 2 րոպեում թրեյդինգով։ Ցանկանում եմ, որպեսզի ուրախ դիմավորեք ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ բոլորիդ հաջողություն։